թակում է դուրը, պլաններ կան հանգստյան օրերի հետ կապված։ Նել ինչպիսի։ Հա, դե լավ։ Հանգստյան օրերը, հա, շատ դες ոնց օրը նոր է սկսվում, դες լավ առույգոր եմ մաղթում, Երևանում արդեն կարելի ասել ամփոփվում է, շատ բարդ, հագեցած, էմոցիոնալ օրեր Երևանում, հուսամ Որովհետև վերջը լավ կլինի, դեռ մի քանի ժամ աշխատանքային ունենք եւս մեկ հաղորդում։ Այս քաղաքական կյանքը ոնց Հայաստանում ակտիվացավ, չէ։ Երբ էր պասիվ էր։ Ամեն օր, վայ, այդ սովետական տարիներին ոչինչ տեղի չէր ունենում, այո, ոչ մի բան։ Վերջին շրջանն է։ Լսում ենք, որ Բրեժնևը գնացել է Պրագա, բանը եկել է կոմունիստական կուսակցության քարտուղար եկել է Մոսկվա, բան Գերմանիայի, այս էր ամբողջ նորությունները։ Չէ, իսկ հիմա բավականին լուրջ է։ Ես մեկ էլ հիշում եմ, էլի այստեղ է դենորություններին հետևում էինք, ինչ ա կատարում Հայաստանում, բան այդ մանավանդ սովետական միության փլուզումից հետո ոգևորված բան ընտրության են գնում առաջի անգամ հայ ժողովուրդը կարծես թե բան էլի ընտրությունների, որտեղ սովետական ժամանակ ոչ գնում ենք, մեր տեղը ամեն ինչ անում էին իրենք։ Մեկ էլ հետո այդ բան առաջի, որ մի քանի հոգի սկսեցին գրել են մասին, որ գնում են ձայները ժողովրդի էլի չէ ինչ որ գինել կար ինչքան դրամ էին տալիս որ այդտեղ հիմա հայտարքիրա իհարկե սարսափելի գաղափար է էլի ոնց թե գնես ձայները եւ այլն բայց այդտեղ ես մի բան մտածեցի այն մարդ ուրեմն ժողովրդի ձայնը արդեն ինչ որ բան արժի առաջ ով էր փող տալու քո ձայնի համար ում էր դա պետք իրենք ինչ որ պետք էր անում են հիմա մի րոպե ուրեմն պետքա վճարել է ուրեմն ինչ որ բան արժի ժողովրդի ձայնը չեմ հիշում քանի 100 դրամ էր ինչ էր գուցե բան չէր բայց այդ զուտ ինքը փաստը որ փողով գնում են քո ձայնը այդ նշանակում է որ քո ձայնը արդեն նշանակություն ունի շատ հավանական եւ այդ ձայների արդյունքն է մեծ հաշվով արդար ձայների որ ձևավորել է այն իրականությունը որում ապրում ենք եւ այդ ձայներն են որ այդքան կարեւոր են որովհետեւ ժողովրդի իշխանությունը եթե ձևավորված չէ ինչ ասես, ինչ անես, արդեն երկրորդական է դառնում, որովհետև պիտի լինի լեգիտիմ իշխանություն։ Վատն է իշխանությունը, եկեք փոխենք, բայց էլի լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Այո, այդ դեմոկրատիան հենց այդ հնարավորությունն է տալիս, որ դու կարող ես առանց պատերազմի, առանց բանի քո կամքը թելադրել, էլի որպես ժողովուրդ, ամենակարևոր բաներից մեկը։ Update լրատվականում այդ բանից էինք խոսում, որ ինչքան կարևոր է, թեպետ գիտես ինչ, քիչ առաջ էս սովետից եք խոսում, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը խորհրդային միության ժամանակ ածնվեց, ձևավորվե, մեծացե, հասունացե, եւ հիմա երբ որ մենք ասում ենք խոսքի ազատություն եւ այլն, այնտես անգամ ռադիոլսողներ ունենք, որ զանգում են, ասում են, ինչի դրանց չեն տալիս սպանում, ինչի դրանց չեն փակում, դրանց բերանները մի հատ նենց օրը դրանց գցեն, տանեն, փակեն եւ այլն, որ այսօր update լրատվականում այդ թեմայով էինք խոսում, որ այն որ 1000 մեդիա է Հայաստանում աշխատում, այն որ տարբեր կարծիքներ են, հազարավոր կարծիքներ են, այն որ վարչապետի անձը, ընտանիքը, երեխեքի թեմաները բաց մեդիայում քննարկվում է, խոսում է, շատ հաճախ այո անընդունելի ձևաչափով, հայհոյանքներով եւ այլն, հավատացնում եմ դες այդ այլանդակության մեջ անգամ ավելի լավ է բազմակարծություն, քան մեկ կարծիք քարոզի տեսքով, որը եղել է միշտ ու այսօր ամերիկյան հերոստարիկներն են անդրադարձ կատարել այս թեմային, ամերիկյան Տակեր Կարսոնի այդ հայտնի հարցազրույցի վերլուծությունները զարմացա որ ամերիկան արեց, դա բայց լրիվ պատրեցին դիմակները որ վատ ինտերվյու, վճարած ինտերվյու, այս այնը, բայց ինչ է դրա մասին չի խոսք, որ ասում այդտեղ անգամ խոսվում է, որ ավտորիտար ղեկավարի օրոք չի կարող երկրում լինել տասնյակ ընդդիմադիր մեդիաներ, որոնք աշխատում են եւ լիցենզիա ունեն։ Ու այդ հաղորդավարը ասում է, մի քանի տարի առաջ, երբ որ Երևանի կենտրոնում տանկեր էին կանգնած եւ առնվազն 10 քաղաքացի գնդակահարվեց, մեդիայում այլակարծություն չկար։ Եվ այդ է ավտորիտար ռեժիմը, այլ ոչ թե հիմա ինչ որ կատարվում է։ Սա լուրջ թեմա է, էլի հասկանում ես, որ ամեն մար գուցե չի ընկալում, բայց իր բոլոր բացասական կետերով հիմա ինչ Փաշինյանը կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի ավտորիտար ղեկավարից։ Ամեն ինչում։ Դե հիմա մենք ախր
բանից ինչու ենք վախենում Թրամփից, որովհետև ինքը այդ կողմ է տանում մոտավորապես։ Ուզում է փակի այն ալիքները, այն կայանները, որոնք դեմ են իրեն, քննադատում են իրեն, եւ այդպիսով ստեղծի բան միակողմանի ճանապարհ ու անվեյ բան օրինակ։ Հիմա CNN-ի մասին է ասում։ Ես կարծում եմ, որ CNN-ը պետք է վաճառվի, քանի որ այն ներկայումս ղեկավարում են կամ կոռումպացված կամ անգործնական մարդիկ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը բիզնեսի ներկայացուցիչների հանդիպմանը մեկնաբանելով Warner Bros-ի եւ հնարավոր վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակը, որին պատկանում է CNN-ը։ Նա նշել է, որ կարող է միջամտել գործարքի վերջնական փուլում, բայց ներկայում որևէ կերպ ներգրաված չէ։ Թրամփը կրկին մեղադրել է CNN-ին կեղծ լուրեր տարածելու համար, այն անվանելով խայտարակություն։ Նա նշել է, որ հետևում է Warner Bros. Եվ Netflix կամ Paramount-ի, այդ բոլորը միացած են մի բան են հիմա դարձել։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Paramount-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Էլսոնը Սպիտակ տուն վերջերս կատարած այցի ժամանակ իբր խոստացել է Թրամփին ամբողջությամբ վերակենդանացնել CNN-ը։ Եթե վարչակազմը թույլ տա Paramount-ին ձեռք բերել Warner Bros. Discovery Netflix-ի փոխարեն, դե որտեղ Warner Bros.-ին է պատկանում CNN-ը, այնպես որ էլ կվերցնեն եւ երեք էլ New York Times-ի մասին ասեց, ասում ամերիկան մոտավորապես կդառնա Ամերիկա, երբ որ New York Times-ը դադարի գործունեությունից իր գործունեությունը, բայց New York Times-ը եղել եւ մնում է ես մի քիչ համարձակություն իմ վրա կվերցնեմ ասելու աշխարհի ամենավստահելի պարբերականն է։ Էլի հարաբերական իհարկե 100% ոչ ոքի չեն կարող վստահել եւ հիմա դա դարձել է պարոն Թրամփի ճշնամին, որովհետեւ քննադատում է իրեն չի գող։ Երեք քիչ էր մնում լացնել, ասում է, այ մարդ ես այսքան բան եմ արել, ես եմ արել, այն եմ արել, ասում է, այդ ցաղ ասում է թողնում են, ասում է իմ թերությունների մասին են խոսում։ Այո, հարգարժան պարոն Թրամփ, այս կազմակերպությունները ոչ թե գովելու համար են, այլ թերությունները ցույց տալու համար։ Հաշտվեք այդ մտքի հետ։ Գովել եք ուզում են դուք ունեք բացեք ձեր ծրագրերը, բան թող առավոտից երեկո ձեզ գովեն, բայց այնքան էքսցենտրիկ մարդ գովելը չի։ Ուզում է ամեն դրականը լինի շուրջ դա նկատել ենք։ Ոչ ոք ինքնին քննադատություն չի սիրում, բայց եթե դու երկրի ղեկավար ես, այն էլ գերտիրության, պետք է պատրաստ լինես լսել։ Իհարկե, պետք է դիմանաս, եթե չես դիմանում, ուրեմն սխալ տեղ ես գտնվում։ Քրքրեն, բա ինչ կանեն։ Մանավանդ այդ տեսակ բարգը, որ ինքը ունի, ինչ էր ամեն օր մի բան հնարում անում, այդ վերջի բանը աչքներդ լույս բարեկամներ, ուրեմն ով որ $1 միլիոն ունի, ուրեմն կարող է դառնալ Միացյալ Նահանգների քաղաքացի։ Սպիտակ տունը կայք է գործարկել, որը $1 միլիոն Միացյալ Նահանգների քաղաքացիություն է վաճառում։ Ուրեմն Trump Gold Card-ը կոչում, իհարկե իր նկարն էլ վրան իր ստորագրությամբ։ Միացյալ Նահանգների կառավարության ոսկե քարտ կայքը, որը նախագահ Թրամփը անվանել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական բնակչության իրավունք $1 միլիոն, ընդամենը։ Դիմումի վճարը սակայն կազմում է $15,000, որը կպահպանվի նույնիսկ վիզան մերժելու դեպքում։ 15,000-ի վրա խաչ կաշի։ Trump Gold Card-ը հայտնում է համանուն կայքի գլխավոր էջում համապատասխան երանգի ուղանկյունով։ Այն նաև պատկերում է Միացյալ Նահանգների նախագահին, սպիտակ գլուխ արծվի գլուխը, ազատության արձանը եւ ամերիկյան դրոշը։ Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի ծառայության վճարը կազմում է $15,000, ասացինք նախապատմության ստուգումից եւ $1 միլիոն կանխավճար կատարելուց հետո դուք կարող եք ռեկորդային ժամանակում ստանալ բնակության թույլատվություն Թրամփի ոսկե քարտով, ասում է կառավարության կայքում։ Իշխանությունները խոստանում են հաստատման գործընթացը շաբաթներ է տևում։ Նրանք խոստանում են նաև շուտով գործարկել պլատինե քարտի տարբերակը։ $5 միլիոն նվիրատվության դիմաց դիմորդները կարողանան տարեկան մինչև 270 օր ապրել Միացյալ Նահանգներում առանց հարկերի։ Դա ծախուդ գնաց մեր երկիրը, էլի պաստորեն, նա Դե բայց նայ, մյուս կողմից որ նայում ես ավելի լավ չի ունևորներին տա այդ շանսը, քան թե լաթերիի պես, որ իշան գողավազակ շատերը էլի որակավորում չեմ ուզում տամ, բոլորին մաղթում եմ թող իրանց երազանքները իրականանան, բայց քանի օրինակ ենք տեսել, բանտից դուրս են եկել green card-ն շահի եկել են, դա էլի անելու բան չի, էլի։ Էս էլ լավ չի, բան չունեմ, բայց սա էլ լավ բան չի։
ամբողջ Ամերիկայի, որ Ամերիկայա դարձնում, դա նա է, որ ինքը իր սկսված օրվանից ինքը տուժածներին, տառապասներին, փախստականներին օգտանալու համար է, ոչ թե հարուստներին, հասկանում եք։ Բայց դա չի կանխում այդ աղքատներին բերելը։ Ոչ չի ասում այդ փակում ենք, այն ենք թողում։ Եվ փակվել են էլի արդեն, ինչ են արել, դες քանի երկրներից ընդհանրապես չեն ընդունում։ Ախր միսիան դա չի։ Եվ հետո այն մարդիկ, որոնք կարող են ինչքանի հազար էր պլատինյումը 5 միլիոն էր, ինչ էր։ 5 միլիոն Մեկը 1 միլիոն էր, մեկը 5 միլիոն էր ոնց էր։ Հա, 5 միլիոն դոլարի դիմաց։ Այդ մարդը, որ կարող է 5 միլիոն ուղակի տենց բան անել, ես չգիտեմ այդ միլիոները ինքը ոնց է աշխատել, դա էլ կա, չէ՞։ Եկեք մտածենք այդ մեծահարուստներից, մալտիմիլիոներներից, քանիսն է ազնիվ մարդ ու քաղաքացի, ես չգիտեմ։ Դե ոնց որ Trump-ն էր ասում because I'm smart։ Հիմա ինքը ոնց է, maybe they are smart too։ Ստերեն խափե կարող է կոկեինի փողը, այդ կարող է ես չգիտեմ ինչի փողեր են դրանք, որ պիտի գան դառնան քաղաքացի։ Չգիտեմ, էլի մի տեսակ հետո բացի այդ սիրուն չի էլի ոնց որ կտոր վաճ։ Էլի եմ ասում, տես վաղը գալու է մի օր, վաղը ասելով ես չգիտեմ երբ։ Պիտի ասեն որ տեղ չկա էլ Ամերիկայում, պիտի ասեն դու քաղաքացի ես, արքես դերենիկ այսքան փող, գնա որ ուզում ես, քո տեղը մենք այդ բանը տեղը ծախում ենք կրկնակի գնով ուրիշ մեկին։ Հետո լավ, ինչա դառնալու էս։ Պատկերացնենք որ ասենք մի 5 միլիոն մարդիկ այդ միլիոնները դրեցին եկան, ավելի լավն ալնելու Միացյալ Նահանգները, չեմ կարծում, հակառակը։ Ինչ են մտածում ռադիոլսողները, հարգելի բարեկամներ, մանավանդ հիմա Լոս Անջելեսի փողոցներում երթևեկող եւ մտորող մարդիկ, արտահայտվեք ըստ Տրամփի այս ձևաչափը ճիշտ է, սխալ է, դուք ինչ կանեիք, դուք ինչ կառաջարկեիք 74 նաեւ կարող եք մեկնաբանություններում գրել YouTube, Facebook, որտեղ որ դիտում եք։ Այս խնդիրը պատասխանը շատ կարեւոր է, թե սահմանի այս կողմից են, թե այն կողմից են բնականաբար, բայց դե այն մարդիկ ովքեր լսում են հիմա, իրանք ոչ այդ 1 միլիոնը կարան տան, ոչ է 5 միլիոնը, դրա համար մի ասա, Ռաֆայել, դες մի ասա, չգիտես դու, բա։ Ընդ միտեղ հանգիստ նստած լսողը ինչ կարողություն ունի։ Լավ, մի 5 միլիոնը բան չանենք, տանենք, բան, չգիտեմ։ Հանի հլա բանից են բարձի տակից։ Հայաստանում ապրելով, այս մանավանդ վերջին շրջանում հասկացա մի բան, չեմ ասում 5 միլիոն, բայց փոքր կենտրոնում երկու բնակարան ունեցող մարդը պոտենցիալ միլիոնատեր է։ Հաշվի առնելով ինչ գինալ, ես չեմ հասկանա դա երբեք ոնց կարող է խորհրդային միության տարիներին սարքած բնակարանը Երևանի պես քաղաքում, ես մեկ-մեկ սիգնալաշեն եմ ասում, նեղանում են, բայց էլի մեր սիգնալաշենն 8 տարին է չի, ոնց կարա արժենա 500-600 հազար դոլար 3 սենյականոց, ես դա չեմ կարողանում հասկանալ, ոնց է այդ գնագոյացումը առաջացել։ Պարզ ձևով, Ռաֆայել, որոշ մարդկանց մոտ շատ մեծ գումարներ կան, էս է միակ պատճառը, ոչ թե դա տրամաբանական եկել հասել այդտեղ, որ կարող են հեչպես դա վճարել եւ ապրել որտեղ ուզում են։ Հիմա շենք են սարքում, գովազդում են, գովազդը եթերում է, քառակուսի մետրը 2500 դոլար Երևանում։ Okay, թող այո, մեր քաղաքը թող կառուցեն բան, բայց այդ ասում են նորաստեղծ ընտանիքները տուն առնեն բան, շանս չունեն այդ մարդիկ։ Շանս չունեն։ Ես այս երկու օրը ազնիվ ասեմ, դիմեցի բանկին, մի հարց կար, մանավանդ մենք էլ էինք գովազդում հարթակում, 50% ասում է տան եթե ունես, 50%-ը բանկը քեզ առանց background check-ի, առանց հաստատման չհաստատ, երաշխավորված տալիս է։ Զանգեցինք, ասենք, բարև, ձեզ մենք այսքան է, տունը բան 50% ունենք, 50%-ը։ Դերենիկ 3 անգամ ավելի շատ տոկոս է տալու, քան այդ իրանց տված մի քանի տասնյակ հազար դոլարը որ տալու են։ Ֆանտաստիկա։ Ու այդ հələ մեր парք ասում ենք, բարեկեցիկ ապրում ենք, նորմալ եկամուտ ունենք, բան։ Բա այն մարդիկ ովքեր էլի լավ գործ են, բան, բայց շանս չկա Երևանում տենց աշխատավարձ ստանալ։ 5000 դոլար, 4000 դոլար աշխատավարձ ստանալ, այդ քանի տոկոսն է Երևանը որ կարա դա իրան։ Դրա համար մարդիկ տուն չունեն։ Բարձով եւ այլն, բան, ու դա էապես ազդում է իրանց որակի վրա։ Ոնց կարա Լոս Անջելեսի գին լինի տունը։ Նորթ Հոլիվուդում 400,000-ով սեփական տներ են ծախում, ստեղ Խրուշովկին է։ Դա հենց գալիս է բանից, էլի անհավասար բաներից այդ հասարակության բանը աղքատների ու շատ հարուստների է բաժանվում, դրա համար էլ շատ հարուստները կարող են դա afford անել, մյուսները չեն կարող։ Այդ մենակ Հայաստանում չի այդ խնդրեմը, Ռաֆայել։ Բայց ես կողքի Վրաստանի հետ գներն եմ համեմատում։
Վրաստանի հետ եմ ես գները համեմատում։ Չեմ ասում գնանք Ֆրանսիաներն ու Գերմանիաները ընկնենք։ Ինչու հանկարծ Վրաստանում թե բանկային համակարգը, թե քառակուսի մետրը 3 անգամ մատչելի, ինչի Վրաստանը Հայաստանից պակաս երկիր է։ $800 է քառակուսին, $700 է քառակուսին։ Մեր մոտ 2500 է։ Հիմա մենք real estate agent չենք, մասնագիտական չի մերս գնահատականը, բայց ու հարց է առաջանում, էլի իրոք։ Ծովի ափին։ Հիմա բայց հետարքիր է այստեղ դու կարող ես դիմել ամերիկյան այս gold card-ի բանին եւ ասել նայեք ես citizen եմ, հա, կնոջս համար կես միլիոնով կտամ, եթե համաձայնեք այդ կարտը տալ։ Շատ է։ Negotiation է պետք անել, հա։ Ահա, մեզ լավ կոմենտ են գրել շատ հաճելի, Անահիտ Հարության ասեն բարևներ արևոտ, տակ Սիսյանից, արևն ու ձյունը ժպտում են միմյանց խաղաղությամբ։ Ես ինչ ռոմանտիկ նովել է հարգելի։ Եվ ով արևը եւ ձյունը ժպտում են իրար։ Այո, արևն ու ձյունը ժպտում են միմյանց խաղաղությամբ, այդ շատ կարևոր է։ Անահիտ Հարությունյանն է գեղեցիկ մեկնաբանություն արել։ Այո, Անահիտ։ Թող խաղաղություն լինի, թող ձյունն էլ, արևն էլ ժպտան իրար, մենակ թե խաղաղություն լինի, որտեվ եթե խաղաղություն չկա, էլ ոչ։ Մեր ժամանակ Սիսյանը համարվում էր ամենացուրտ ռայոնը Հայաստանի։ Հիմա չգիտեմ մնացել է որպես այդպեսին թե ոչ։ Ասում են Աշոտսկն է ամենացուրտը, ես չգիտեմ։ Մի անգամ եղա օգոստոս ամսին սառնամանիք էր ուղղակի։ Լավ է։ Ձյունը նստած սառույցները կախված, չէ՞։ Անենց քամի էր, ես իմ 2 մետրանոց մարմինը քշում էր։ Աշոտսկ։ Հայաստանն ու ինչքան գող ավազակ կա, ժողովրդից գողացած փողերը կտան green card կառնեն։ Այո, բայց ես թվում է այդ մարդիկ չունեն, մի շան գող ավազակ։ Այ մարդ, հիմա օրինակ մեր օլիգարխներն էլ չէ որ վերցես, ասենք Սարոկյանի համար ինչա մի միլիոնը, ինչա մի միլիոնը։ Վերջերս գործարանը ծախեց 2 բանով 22 միլիոն եվրոյով, համար ինչա 5 միլիոն։ Բայց դերնեք այդ մարդկանց երեխեքը ոչ միայն ունեն green card, իրանց թորներն են արդեն լոսում ծնվել, հետո մենք գիտենք։ Դե հիմա չգիտեմ բանը որտեղ ածանվել, բայց հրապարակային հայտարարեցին։ Ասում են, բա որ տենց Հայաստանի ապագայի մասին մտածում եք, միտինգ եք անում եւ այլն, Արցանը մի կողմ, ձեր հայրը հասկանում են ու մասն եմ խոսում, ձեր հայրը 10 տարի եկին ա ղեկավարը, հիմա էլ ասում է փրկելու եմ երկիրը։ Ձեր թորը ի Ամերիկայում ծնվում, թող Հայաստանում ծնվի։ Հա, Քոչարյանի նկատի է։ Դե բայլում։ Երեխաները ինչ է, էլի, Ամերիկան շատ լավ երկիր է, բոլորին Աստված հասնի, բայց երբ որ փրկության հարց է լինում ու ձեր զավակները ծնվում են Ամերիկայում, դա հարց է առաջանում։ Ու հատուկ ագնես չի որ վայ ման էին գալի մեկը ցավերը բռնեց ծնվեց, չէ։ Հատուկ այդ արդեն որակավորում է։ Դա նահանջի ճանապարհն է ապահովում իրեն, էլի կամուրջը, որ անկարծ բաներով կարող են արդեն Trump gold card-ը գնել եւ գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բա Գերմանիան ուզում հեշտացնի բանը, վիզաները, սա կարծում եմ ուրախալի է։ Ահա որ հերթերը։ Գերմանիայի կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այսի Համբուրգում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Շատ կարևոր նորություն իմացանք երեք Բեռլինում։ Հայաստանում Գերմանիայի դեսպան ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու։ Տեսնենք։ Կարող է բոլորին մերժեն ուղղակի, էլ հերթ չլինի։ Հնարավոր է, հավելելով, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրոմիության մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ Նրա խոսքով այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրոմիության գործընկերների հետ, ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունները, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել, իսկապես։ Հիմա առաջին արձագանք Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից հնարավոր է Պետրբարից այլևս հերթ գոյություն չի ունենա։ Ում տալու են վիզա կտան, ում չեն տալու չեն տա։ Արդարության համար ասենք, մեր հերոստատեսյան 5 գործընկերները մեր դիմել էին, այս վերջին բան եմ ասում, 5-ն էլ դիմել էին Գերմանիայի դեսպանատուն, տոներին Գերմանիային ուզում Դորտմունդ պիտի գնային։ Շատ մատչելի չվերթներ են բացել Երևան-Դորտմունդ-Երևան։ Նորմալ աշխատավարձ գրեցինք, ամեն ինչ ոնց որ պետք է։ 5-ին էլ մերժել են։ Իսկ պատճառ տալիս են մերժելու դարքիրա։
ուղղակի մերժում ենք ու չկա, գիտես ինչն է հետարքիր, Ամերիկայի պես չի, որ հենց այդ պահին ասում են, հա, չէ։ Այդ թղթաբանությունը բանը մի այսքան թղթապանակ հավաքում ես, գնում ես վիզայի վարչություն։ Վիզայի վարչությունը լալալի անձնագիրդ վերցնում են, ուղարկում են դեսպանատուն։ Ու 2 շաբաթ հետո քեզ նոր կանչում են, հայա թե չէ։ Այդ շատ հարցազրույցել են անցկացնում։ Որոշ դեպքերում դրա մեջ ստորացուցիչ բան կա, էլի։ Հիմնականում առանց հարցազրույցը։ Հիմնականում թղթերի հիման վրա է լինում։ Որոշ դեպքերում կանչում են, բայց երևի 80-90% դեպքերում բացարձակ հարցազրույց չկա։ Փող էլ կա, չէ, երևի վճարել եք բանը։ 30-40 եվրոյի չափով հա ինչ որ վճարում ես անում։ Բայց ինքը շատ թանկ բան է, դրենք պարտավոր ես ունենալ տոմսդ գնաց։ Հա, դա արդեն դաժանություն է, էլի։ Հյուրանոցը այդ մարդը պիտի կորցնի տոմսը, պիտի կորցնի այդ եվրոն, բանը։ Չի կորցնում, ապահովագրությամբ հա, սենց։ Ավելի ես վճարում դրա համար արդեն։ Չէ, այդ տոմսը որ ապահովագրվել է։ Ֆինանսական կորուստ ունենում ես սենց։ Ֆինանսական կորուստ, որովհետև դու ապահովագրությամբ ես տոմսը գնում, որը քեզ երաշխավորում է, որ 100% money back է լինում, բայց դու այդ ապահովագրության համար վճարում ես դե 40 եվրոյի չափով, պարտադիր ոչ միայն booking-ով կամ Expedia-ով itinerary number-ը ուզում ոնց որ մենք ենք Ամերիկայում սովոր, notification from the property management-ի բլանկի վրա, այսինքն you have to connect with property, ասես, բարև ձեզ, մենք ձեզ մոտ booking ենք արել, ձեզ մոտ, չգիտեմ, 8 գիշեր, ինքը ասում է, հա, բան ճիշտ է, ինքը confirmation letter-ը քեզ ուղարկում property-ին, ասենք Իտալիան կամ Գերմանիա։ Ադե ավելի լավ է չգնաց, էլի այդ քփիցը դեն բերում, հա, լուրջ եմ ասում, ես չէի դիմանա։ Շատ դժվար բան է, հա։ Հա, այդ մենք անցել ենք այդ ճանապարհը մի քանի անգամ ու ուրեմն պիտի reservation անես, տոմսը պիտի առնես, նոր պիտի դիմես իրանց, հա։ Բայց ախր հետաքրքիր է, էլի, ինչ օրինակ հասարակ բան, օրինակ կարելի է, չէ, ասենք մարդուն նայել գործերը, ասել գիտեք ինչ, մենք ձեզ թույլ ենք տալիս, տոմսը տարբան գնա, կամ ոչ թույլ չենք տալիս, որ այդ մարդը ծախս չանի։ Ինչ է դրա նպատակը։ Տոմս գնելը մարդուն ասեին, աշխատավարձը թելը բեր։ Background check-ը էլ բեր, նոր մնացածը, բայց հա, ինչ ասեմ։ Գիտես ինչ, ես այստեղ մի բան եմ բանանում, Գերմանիայում իսկապես այս էմիգրանտների հետ վիճակը շատ ծանր է, շատ դժվար է, էլի, հա։ Այնքան շատացան էմիգրանտները, մանավանդ մուսուլման էմիգրանտները, մանավանդ Թուրքիայից, որ արդեն քաղաքական երանգ են ստեղծում իրանք, հա, այդտեղի ապրող թուրքերը քաղաքացի են դարձել արդեն երկար ժամանակվա, հա։ Դրա համար շատ են վախենում։ Բայց հիմա այսօր ասելը մեր ռադիոլսողներին այդ նկարագրենք էլի այդ իրավիճակը Հայաստանից շատերը դες Գերմանիան ենք չէ՞ մենք օրինակ բերում շատերը մտնում են ուրիշ եվրոպական երկիր վիզա ստանալու բայց գնում են ուրիշ երկիր հիմա այդ էլ փակեցին այսինքն դու պիտի ստանաս Շենգեն վիզա ու կապ չունի Հունաստանի կստանաս Գերմանիայի կստանաս թե Իտալիայի կստանաս մարդիկ հեշտ երկիր էին մտնում ասում էին իբր Հունաստանն է ամենահեշտը չգիտեմ Հունաստանի մտնում էին, ստանում էին, գնում էին Գերմանիա։ Իրավունքը ունես։ Հիմա օրենք Սպասի, Հունաստանից պիտի գնայր Գերմանիա, Երևանից գնում էին Գերմանիա, հա։ Շենգեն մուտք ունեին, ասում էին, հա Գերմանիայի մեկ է, հետո գտամ Հունաստան, ինքը անցնում էր սահմանը, արդեն Եվրոպայի մեջ էլ չէին ստուգում Հունաստան գնումա թե չէ։ Հիմա շատ խստացրեցին ու սենց է, եթե երկրորդ անգամ դու դիմում ես Շենգենի, իրանք նայում են, դու Հունաստանի ստացել ես, Հունաստանի շտամպ չկա պասպորտիդ մեջ, մերժում են ավտոմատ, չէ, բայց մերոնք էլ անելու բան չարեցին, համատարած խաբեբայություն եղավ, գնում էին Սլովակիայի դեսպանատուն, ես անտերու դուս, որ մարդ չէր գնում, բայց գնում էին Իսպանիա, Իտալիա, ավելի լավ, մի հատ էլ հարց տամ, էլի, այդպես Ամերիկայում ազնագիր ունեցողի համար էս բոլորը իսկական ոնց որ չինական այբուբեն են, էլի։ Հիմա ասենք Գերմանիայի վիզա ստացար, գնացիր Գերմանիա։ Դու կարող ես այնտեղից առանց վիզայի գնալ Ֆրանսիա կամ ուրիշ երկիր ճամփորդել, կարող ես։ Անձնագիր քեզ պետք չի ներսում։ Դե ուրեմն ուրեմն Իտալիայից թող վերցնեն, հետո գնան Գերմանիա, թե ավելի հեշտ ասենք Իտալիայից բան ստանալը, վիզա ստանալը։ Հա, բայց դե ծախս է, իրանք ասում են օրինակ մենք բան ենք ուզում, Գերմանիա ենք ուզում, էլ երկրորդ երկիր չեն կարող մեզ թույլ տալ Հայաստանից։ Դրա համար ոնց որ մի հատ երկիր ստանում են ու շատ խիստ է, տալիս են հյուրանոցի ռեզերվ արած օրերով այդ վիզան։
ասենք ամսի 7-ից 10 կամ 10-ից 20-ը հստակ։ Ասենք եթե մի հատ էս կողմ են կողմ, հիմա հուսամ էս ասոցիացիում էս ամեն ինչի ֆոնին մի քիչ Հայաստանի անձնագիր ունեցողներին գթասիրտ կգտնվեն, հա, բայց հա բարդ է այս ամեն ինչը։ Դժվար է էլի, հա։ Տեսեք, առաջին հետաքրքիր էր, չէ՞, խորհրդային տարիներին չէին թողնում որ դուրս գաս, էլի երկիրը չէր թողնում որ դուրս գաս։ Հիմա երկիրն ասում է որ ուզում ես գնա, մյուս երկրները ասում են՝ մի րոպե, այստեղ հարցեր կան, մենք քեզ կընդունենք թե չենք։ Եվ ընդհանրապես ես ձեզ ասեմ, այս իմաստով սահմանները վայրենություն ա դեռ, որ մեր երկիր մոլորակը նման սահմաններ ունի, որ մարդիկ չեն կարող ազատ Համար ես կարող եմ ուզում եմ Նիագարայի ջրվեժը տեսնեմ։ Դու ով ես, որից դա արգել ես անում։ Ես մոլորակի քաղաքացի եմ, ծնվել եմ այս մոլորակի վրա։ Ուզում եմ այսինչ անապատը տեսնել։ Չէ, այստեղ գալամարդը ո՞նց կլինի տենց, ես չեմ պատկերացնում։ Ահա որ բան է դա։ Որ մտածես իսկապես դրանից հակամարտկային բան հնարավոր չի բանել։ Ես ընդհանրապես առաջարկում եմ այսպես մի հատ շարժում լինի, որ Ամերիկայի քաղաքացին, ցանկացած Ամերիկայի քաղաքացի իր քաղաքացիությունը ոնց որ ոչ թե գրավ դնելով, այլ տենց որպես երաշխիք, ասի չգիտեմ, այս Պողոսը 10 օրով պիտի գա։ Ես Ամերիկայի քաղաքացի երաշխավորում եմ, որ այս Պողոսը 10 օրով գա։ Առաջ կար տենց բան, Ռաֆայել։ Հիմա հանեցին, հենց այդ է ամբողջ խնդիրը։ Սպոնսոր էին ասում, հա, բայց չեն մերժում են, այդ ասեք Պողոսը բան, հիմա չես կարողանում տենց երաշխիքով, եթե չգա ախպեր ջան, իմ citizen-ը ես զոհաբերում եմ։ Այդքան վստահ եմ, որ այս մարդուն Բայց ինչ է, ասում եմ, քանի որ Ամերիկան սահմանադրորեն կարգ ունի, որ ցանկացած մարդ, որ ոտ է դնում երկիր կարող է հայցել ապաստարան, այս արդեն հակասում է քո մնացած խոստումներին, իսկ դա Constitution-ի մեջ գրած կետ է, մի խոսքով հայոց արծ։ Բանել էին ուզում, բժշկական ապահովագրություն էին ուզում, որտեղ իրոք այդ բանը դեպքեր էլ կար շատ մի ժամանակ մանավանդ, որ գալիս էին այստեղ բուժման։ Գալիս էին, հետո վատանում էին, շտապօգնություն էին կանչում։ Ես մի անգամ հիշում եմ մայրս տենց վատացավ, շտապօգնությունը եկավ, բանը անում եկել, ասում է հարցու, ուզում է իրան հիվանդանոց տանենք, ասում եմ ուզում ես քեզ հիվանդանոց տանենք, ասեց չէ։ Որ ասեց չէ, այդտեղ արդեն հասկացան, որ բան չի սա, էլի, այն դեպքերից չի, որ ասում են, հա որ տանեն իրենց բուժեն ձերի, որտեվ դու ունես, չունես, որ տարան հիվանդանոց, ինչ որ պետքա անելու են սրճերի էլ, վիրահատություն էլ ինչ որ պետքա կանեն, հետո նոր ֆինանսիստները զբաղվում են այդ փողը քեզնից փորձելով գանձել, բայց բժիշկները իրանց գործը անում են հակառակ դեպքում պետք մեծ պատմություն կլինի։ Իդեպ Գերմանիայից շատ խոսեցինք, հենց Բերլինից ունենք բարևներ, Դանիելյան Սեդան եմ ես գրում, հարգանքներս Բերլինից։ Սեդա ջան, այդ հարցը լուծի վիզաների մեղ կա ժողովուրդը, Բերլինում ես ապրում էլի, ոնց լինի ծանոթություն բանկ ունենաս, ասա որ հերիք հա տանջեք մերոնց։ Գո Սիմոնյանը, բարևներ Ֆիլադելֆիայից, առավոտները ձեզնով եմ սկսում, լավ որ ձեզ հարգելի Տիկին Սիմոնյան, շնորհակալություն, Ֆիլադելֆիային ողջույններ։ Ֆիլադելֆիա։ Եղել եք Ֆիլադելֆիա այդ կողմերը։ Չէ։ Բարև ձեզ հարգելիներս Գլենդելից, շատ հարուստ մարդիկ տարբեր տեղերում ունեն բիզնեսներ եւ ապրում են հանգիստ, տարբեր տեղերում դժվար որ գան Ամերիկա։ Նկատի ունի այդ միլիոնի թեման էլի որ Բա հիմա կտեսնենք ինչքան կգան։ Տեսնենք, թիվը բայց չեն հրապարակի ինձ թվում է։ Բայց Ֆիլադելֆիայի տիկնոջ ուզում եմ ասել անցյալ երկու շաբթի օրը մեր ֆուտբոլի թիմը Ֆիլադելֆիային շատ վատ ձևով պարտության մատնեց, ցավակցում եմ ձեզ, բայց դե մենք այստեղ շատ ուրախացանք։ Վերջի մի քանի վայրկյանում հաղթեց մեր Լոս Անջելեսի բանը, Չարջերսը հաղթեցին Ֆիլադելֆիա Իգլզին։ Ֆուտբոլ մեր տիկինը, բայց այս ֆուտբոլը չի, ամերիկյան ֆուտբոլը մասնավորապես։ Okay։ Լիդիկ Դեր Յակուբյանը, Դեր Յակուբյանն է գրում. I'm immigrated to US on 70s, then in the applicant we had to provide bank accounts and also sponsors income to make sure we will survive for months until get settled. By the way, I enjoy your talk show. Շնորհակալություն Տիկին By the way, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ովքեր չհասկացան 70-ականներին է Տիկին Լիդիկը եկել Միացյալ Նահանգներ, այնտեղ ասում է սպոնսորի թուղթ էին ստուգում bank account-ը, որ տեսնեին կարողանաս գոյատևել մինչև Այսինքն դա ինչի համար է որ չգաս ու պետության վզին նստես էլի որ շատերը արեցին նպաստ ստանալ ձերի բժշկական բան եւ այլն ծախս չլնես պետության վրա Դոնար Հակոբյանը կարծես Հայաստանից է ենթադրում եմ ասում այո 800,000 աշխատավարձ պետք է ստանաս որ տուն վերցնես մի անեկդոտ կա ասում է հիմա ինչա ստրկություն չկա ասում է ոնց չկա բա հիպոթեկը
Այդ ստեղ էլ կա այդ ամբողջ բանը, հիպոթեկը բանա, չէ՞ տան վրա որ լոնես ծախսում ես։ Վարկը էլի, հա, լոնը։ Վարկը, հա։ Հա, ծանր բան է։ Okay, որոշ հայտարարություններ են արել Գերմանիայից, երևի գովազդային դադարից հետո անդրադառնանք այս թեմային։ Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այսպես ասած արևմտյան Ադրբեջան հասկացողության, ներհայաստանյան process-ների։ Շատ հետաքրքիր թեմա է դա։ Ես էլ նայեցի, հիմա վայրահաչեր սկսվելու է, ես գիտեմ։ Ինչ սկսել է, դուք չեք պատկերացնում ինչա։ Ես այսօր անցնում էի այսպես կոչված հյուպատոսարանի մոտով Արցախի Հանրապետության դեսպանատուն ունենք, թե այդ ինչ է ես չգիտեմ, բայց ունենք արդեն սկսվեց իբր գնացել են այնտեղ ստուգումներ են արել, խոզարկություն են արել, այո, հավաքարքիչներ են վերցրել եւ այլն եւ այլն։ Հերո չգնաք ընկերներ, մեր հարգելի գործընկերներին ասենք thank you, վերադառնանք շարունակենք։ Մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ բոլորին, ովքեր միացել են մեզ, Armusic Radio Los Angeles-ի ամենահայկական հաճախականությունը եւ շարունակում ենք քննարկումը այս ընթացքում ինչ գովազդներ Դատախազությունից հետարքիր հայտարարություն տարածեցին, ուզում եմ առաջին ընթերցել, հետո շարունակենք, ուրեմն Աննա Վարդապետյանը ներկայացրել է Սևանարաճի ափամերձ տարածքներում օրենքի կոպտագույն խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերի պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության աշխատանքները, վերադարձված գույքերը, ապա մոնտաժված շենքշինությունները, միջնորդագրերը, ուղղված Սևան ազգային պարկ պոակին, օրենքի խախտմամբ կնքված մի շարք պայմանագրեր դադարեցվել են։ Մանրամասները, ուրեմն մի քանի տասնյակ, հիմա կետարկետ չեն կարդալու ով ինչ բան, բայց պատկերացրեք Սևանը ինչ չափս ունի, բայց տասնյակ կառույցներ, հողերը, կոպեկներով օտարել են մի քանի ձեզ շատ հայտնի մարդիկ, առանձնատներ ու վիլաներ ունեն Սևանի ափին, լողափներով զավթած եւ այլն բան, մեծ մասը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը։ Սա զուտ դատախազության քիչ առաջ հրապարակած բանն է։ Մինչև այդ բանի խնդրահարույցին հասնելը մի հայտարարություն չի։ Սա արդեն այս մասին մենք այնքան ենք խոսել, հիմա որ կարդամ կհիշեք երևի։ Ես ու Ռաֆայել այս մասին շատ ենք խոսել։ Ուրեմն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն ինչ է ասում։ Պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ տեսել են մեր պապերը։ Նրա խոսքով դրան, այսինքն նկատի ունի երկրորդ համաշխարհայինը լրիվ։ Նրանց խոսքով դրանից խուսափելու միակ ձևը պաշտոնական ծախսերի կտրուկ մեծացումն է։ Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք։ Ինչքան ենք մեկ այդ մասին խոսել, չէ, որ Ուկրաինան վերջանա հասնելու արևելյան Եվրոպային։ Շատերը սակայն չեն հասկանում դա եւ չեն զգում, թե որքան լուրջ է այս վտանգը։ Սա ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Շատերին էլ թվում է, թե ժամանակը մեր օգտին է աշխատում։ Ռուտեի պնդմամբ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել արդեն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս մարդիկ տենց օդից հայտարարություններ չեն անում, ասեմ ձեզ բարեկամներ, որտեվ սա շատ ռեալ է, սա այսպես իմ կարծիքով շատ ռեալ է։ Չգիտեմ անգամ ինչ ասեմ այս բարագայում։ Շարժարիթը ինչ Ուկրաինայի արդյունքում, հա, գործողությունը։ Մի բան, նայեք, էլի պատմությունը որ նայեն, չէ, այս մարդը Պուտինը չի կանգնելու։ Հիմա իրան ամբողջ Ուկրաինան էլ տուր, օրինակ եմ ասում։ Վաղ ինքը նույն բանը մեր Բալթյան երկրներին է ներկայացնելու, Լեհաստանին, Մոլդավային, այսպես հերթով գալու է մինչև հասնի արևմտյան Եվրոպա, չի կանգնելու։ Ես տարածաշրջանը բաց թողեցի, բայց հարավային Կովկասը։ Դե այդ իր հերթին է կուլ տալու էլի, հա։ Կենտրոնական Ասիան։ Դրանում կասկած չունենաք, այո։ Եվ այս մարդը որ մի բան ասում է տրամաբանության մեջ, էլի ոնց ասում։ Այո։ Այս որ ասա ինստիտուտներ են աշխատում դրա վրա, հավանականությունը ինչա, ոնց է, ինչ եւ այլն, օդից չի խոսում այս մարդը եւ ես էլ եմ դա զգում, իհարկե չի կանգնելու։ Ինչ ասելու հերիքա, հա, եկեք խաղաղություն, չէ, շարունակելու է իր ագրեսիան, ոնց որ Հիտլերը, ոնց որ Նապոլեոնը, ոնց որ Չինգիզխանը եւ մնացածները։ Ուղղակի ժամանակակից Չինգիզխանն է ինքը, որ հա գանք մեր այո, մեր ոչխարներին, այսպես ասենք, հա։ Ուրեմն գիտեք, Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպում էր, Փաշինյանը նաև լրագրողների հետ զրույց ունեցավ, մի քանի լրագրողների,
Ինչ է ասում, մեջբերում եմ։ Ադրբեջանը մի կողմից ասում է Արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է գրաված Լեռնային Ղարաբաղի հայեր։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին, հաջորդած օգոստոսի 18-ի օրը իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես ուզում եմ հիմա բաց հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, նշանակում է մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը։ Ղարաբաղյան շարժումը ավարտված է եւ այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը անընդհատ օգտագործում է արևմտյան Ադրբեջան անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որն է պատճառը։ Հիմա ուղիղ առաջարկում եմ, հույս ունեմ, որ առաջարկը կթարգմանվի ու տեղ կհասնի։ Ես ասում եմ, եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան եւ այո, եթե մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջությամբ իրականացվի։ Մեջբերման ավարտ։ Հիմա եկեք առանց զգացմունքների, էլի մի կողմ դնենք էմոցիաները, գոնե մի քանի րոպե ու փորձենք դատել, էլի, այսինքն այս իրավիճակի դուրս գալու վիճակը։ Հիմա Ադրբեջանը կարող է մի պահ գա որ ասի, գիտեք ինչ, ես իմ բնակչության այդտեղից հանում եմ, եկեք դուք հետ այստեղ վերադարձեք ապրեք, չէ։ Դա անհնար է։ Ուրեմն ինչ է երկրորդ տարբերակը, որ մենք պիտի դա զենքով անենք, հասկանում եք, շատ տրամաբանական է սա։ Այսինքն մենք ուժով պիտի գնանք իրենց անենք հետ, մերոնց տեղավորենք այնտեղ։ Իրենք կամավորին դա չեն անելու։ Իսկ դա նշանակում է պատերազմ։ Եվ ինքը դա ուղղակիորեն չի ասում, բայց լրիվ հասկացվում է դա, որ հակառակ եթե սկսենք այդ շարժումը, ուրեմն դա պետք է ավարտվի ռազմական գործողություններով, որը մենք ի վիճակի չենք այս ժամանակահատվածում անել։ Այսինքն տրամաբանական է իր ասածը։ Բայց այո, խնդրահարույց է, այո, խնդրահարույց է։ Իսկ բռնի ուժով տեղահանվածները 120,000 Լեռնային Ղարաբաղի հայերը, որ 23-ին գնացին, իսկ իրանց մասին նկատի ունեն, որ մարդիկ այդտեղ ապրել են, իրենց սերունդներն են, այդնես չի, որ Երևանի հայերն են, որ գնացել ապրել են այդտեղ դարերով, ապրածների սերունդներն են, բա իրանք ոնց հայրենազրկվեն։ Չգիտեմ։ Պետք է համբերես մինչև ավելի հարմար բան, բա ինչ անես։ Հիմա գնանք կռիվ անենք էլի Ադրբեջանի հետ վերցնենք։ Մենք կռիվ արեցինք, տեսանք ինչ եղավ։ Որևէ տարբերակ մեկը որ ասի, կասեմ, այո, ես չեմ տեսնում ոչ մի տարբերակ, բացի ուժով հետ վերադարձնելու։ Ով կտա հող մեկը մեկին առանց պատերազմել։ Ով տվել երբևէ։ Իսկ հիմա հարցն է, կարող ենք մենք հիմա պատերազմել Ադրբեջանը, իհարկե ոչ, էլի խայտարակ ենք լինելու, էլի զոհեր ենք տալու, էսա, բա պիտի հաշտվես իրականությանը, ինչ անես բա։ Իրենք ոնց քանի տարի դիմացան, մինչև իրենց վիճակը այնպես եղավ, որ կարող են այդ ամենը հետ վերցնել։ Վաղը մենք չգիտենք իրավիճակը ինչպես կլինի, այն ժամանակ արդեն կարող ենք խոսել դրա մասին։ Հիմա մենք աշխատում ենք, մենք պայման չունենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, Ադրբեջանը այնքան էլ պարզ չէ, պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաները առաջ են քաշում եւ մենք այդ թեմաների հետ առնչվում ենք, առերեսվում ենք։ Գերմանիայում կրկին խոսել է Փաշինյանը, շարունակելով, եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետեւ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համաձայն պարտավոր ենք, ստիպված ենք, չեն կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը։ Ինչու? Որովհետև ՀՀ ժողովուրդը ինձ կասի 2024 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմաթայի հռչակագիրը համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Հետևաբար, ինչու փոխենք մեր սահմանադրությունը։ Կստացվի մենք քմահաճույքի համար ենք անում դա։ Ասում է Փաշինյանը։ Հա, բայց ինչու՞ պիտի փոխենք, ախր իրենք որ ասում են, դա չի նշանակում, որ
դեռ մենք պիտի փոխենք էլի իսկապես որ հետո բանն այսինչ Եվրոմիության հետ պայմանագիրը իրանց դուր չի եկել ոչինչ իհարկե պիտի դու մենք ձեր համար չենք կնքում այդ պայմանագիրը որ ձեզ դուր գա մեզ համար ենք կնքում այդ պայմանագիրը ուրիշ բան է թե այնտեղ ուղիղ բան լինի որ այս ամենք էս ենք անելու հա մտահոգությունն է բայց Եվրոմիության հետ մենք շատ են բան անում իրանք եւ կանեն դեռ եւ կանեն քանի մենք ասում ենք մենք պայման չունենք ստորագրելու համար մենք պայման չունենք մենք պատրաստ ենք այսօր վաղը երբ ուզում եք իրանք բնականաբար դա պիտի ձգձգեն ինչքան կարող են հա նոր պահանջներ նոր էս նոր են եւ այլն բայց կարևոր է այդ անտերը որ ստորագրվի հավատացեք էլի շատ կայ որ ստորագրեցին այնքան բերքը թափվի մեր ուսերից որ վերջով սկսենք խաղաղ կյանքի մասին մտածել էլի մենակ պատերազմով չի ամեն ինչ տնտեսության մասին մեր բարօրության մասին դուք երեկվա մեր հաղորդման մեկնաբանությունները որ տեսնեք հասկանաք որ գոնե մեկնաբանության մարդիկ ինչքանով են fake են կիսա fake են խաղաղության մասին որ գազի մասին հիշում եք երեք խոսեցինք որ գազը կառնեն բան մենակ մի կողմից չենք լինի այդ իհարկե դա շատ հեռու ապագայում աստված չգիտեմ երբ դա ընդհանրապես լինելու բայց ոնց թե հանգարց ճանապարհ բացվի գազամուղանցի Հայաստանը ոնց թե Հայաստանում գազի խողովակ լինի ոնց թե հանգարց ադրբեջանական չգիտեմ նավթ ու գազ լինի ու չենք ասում հիմա չենք ասում վաղը չենք ասում մյուս տարի ասում ենք որ ապագայում եթե խաղաղության ինչի պիտի չլինի ամենայն թեժ մեկնաբանությունները բոլոր բխող բառամթերքով դա հասկաց օքեյ այս անիմաստ է բացատրել էլի չէ դրա համար ախր գիտեք ինչն է խնդիրը այստեղ ոչ մի բարդ բան չկա այստեղ դժվարը այդ ինքնասիրությունը կուլ տալն է հասկանում եմ որ դժվար է բայց այդտեղ գալիս է տրամ լավ ինչ անենք ուրեմն այս իրավիճակում ենք մենք հիմա ինչ պիտի անենք էսա թե չէ մնացածը սա ինքնասիրություն դերենիկ ախր մեր ժողովուրդը որ ասես մինենց մի փառապան սաղ կյանքը հաղթել է սաղ կյանքը մինենց աչքի վերևը ունք չի եղել ասող չի եղել ամբողջ հազարամյակներով կոտորված ջարդուփշուր փախած ինքնասիրություն այս սա չեմ հասկանում Այս իսկ ես հասկանում եմ հենց այդտեղից է սկսում ամեն ինչը որ մեզ ասում էին խայտարակ պարտություն զոհեր կրելով մենք տարանք բարոյական հաղթանակ մենք էս արեցինք մենք այն արեցինք մարդկանց մոտ իրոք այո հենց այդ տպավորությունն է չնայած հակառակն է որ մեզ կոտորել են անդադ որ մենք միշտ հաղթական սացունցի Դավիթի ձյու վրա Վարդան Մամիկոնյանի հետ հաղթել ենք բոլորին ուրեմն հիմա ժողովուրդը Եթե ինքը բարդ մտցրել են այդ հիվանդակին բանը, էլի։ Դամարել մեզ մոտ այդ տպավորությունն է, ոնց թե։ Եթե մտցրել են էդի, էլ լավ չի, բայց եթե մտցրել են անգամ, բա ժողովուրդը ինքը չի ասում, տղեկ, մի րոպե կներեք, ի՞նչն ենք, հիմա մտավորականի հրամցնելով հո չի, բա ժողովուրդը չի ասում, մի րոպե, հերս, պապս, մորքուրիս մարդը մեռան, ինձ էլ տարան մանկատուն, ֆրանսիացիներ կորժիկ տալի որ ուտեի, կորասան, ինչն եմ հաղթե, պարոն չգիտեմ մտավորական ինչն եմ հաղթե չի եղել այդ հարցը ոչ մի սերուն չի տվել այդ հարցը մերսի բառը որտեղից եկավ մեր օրակարգ տարան խեղճ ու կրակ որբերին Ֆրանսիայի դեսպանը պիտի գար Գյումրիի մանկատունը որփանոցը կոտորված խեղճ ու կրակ երեխեքին կուրասաններ էին բաժանելու մերսի միստեր պրեզիդանտ մերսի սերունդն ենք որ եկել ենք այդ լավորից հո չի Բա ամերիկացիները որ փանոցներ չբացեցին շնորհակալ ենք բոլորին մենք ուրացող չենք այո Մորգենթաուի ֆոնդը այնտեղ առաջին նախագահով է Վիլսոն շնորհակալ ենք բոլորից բայց նկատի ունեմ եթե անգամ մտավորականները այո այդ ձեր ասած բարոյական հաղթանակները հրամցրել են բայց ժողովրդի մեջ խելոք մարդիկ չեն եղել միթե որ ասեն կներեք ես ինչ եք ասում բայց ով էր լսելու կամ ինչ միջոցով էր արտահայտվելու ոչ կարող էր հոդված գրել ոչ կարող էր ելույթ ունենալ ոչ ախր հիմա դժվար է պատկերացնել այդ ժամանակները այսինքն քաղաքացին արտահայտվելու ոչ մի ձև չուներ Ռաֆայել ոչ մի ձև անգամ մի հատ փոքրիկ կայք չկար որ այնտեղ մի բան գրես չկար սա սովետական էր թերթ կար որ կայք լիներ ասում ամենամեծ բանը որ կարողանում են անել իրար հետ հավաքվել ու այդ մասին խոսելներ անել վախենալով ով կարող էր մեկ պետական բան էր ամեն ինչը ելի եմ ասում հիմա տղաս էլ մեկ որ խոսում են չի կարողանում պատկերացնել դա էլի ոնց եւ իսկապես բանա թվում է թե մի քիչ չափազանցված է բոլորովին չափազանցված այդտեղա չէ ծնվել ձեր որդին այդտեղա ծնվել չէ
Չտեղած եմ վել աղջիկս Հայաստան որտեղից պատկերացնի էլի դպրոցում անցել էր այդ սովետական բանի մասին եկավ դե ասում եմ դու իսկականից սովետական տարիներին ապրել ես այնց չրված աչքեր դու դինոզավրերին տեսել ես չէ լրիվ այդ պատմությունն է չէ բայց դրանից առաջ էլ լավ հələ սովետը գրողը տանի իրանց բայց դրանից առաջ էլ հրամցրել են չէ Ռաֆին հո սովետի ժամանակով գրող չի 1800-ականներին կամ Մուրացյանի կամ Դերենիկ Դեմիրճյան լավ Դերենիկ Դեմիրճյան սովետ էր մյուսների բարոյական հաղթանակները այդ Եղիշինա չէ պատմիչ բարոյական հաղթանակի գաղափարը առաջ քաշը ավարայրի ճակատը Եղիշին այնքան պատմիչ այնքան ես բրոնզկամարտիկ Մեսո պաշտոցի աշակերտներ չէ ես հարցական է ինչ աշակերտ չգիտեմ Եթե մեր այսօրվա պատմաբանները բաներս են այն ժամանակ ինչ ա եղել այո ախր ինչ ուզել գրել են ով էր կոնտրոլանում իրան ով էր ստուգողը Ես ինձ չի Բայց արդարության համար ասենք մնացածներն էլ են տենց եղել Այսինքն հիմա ասենք նույն Ֆեոդոսիայի, Թեոդոսիայի, չգիտեմ ով է դե ինչ տես է գրել էլի հիմա ով էր գնալու ստուգել ամեն տեղ է տենց եղել ոչ միայն հայերիս համար Որտեվ փաստագրականը իրականը դժվար է պիտի գնաս, պիտի աշխատես, հունական ձեռագրեր պիտի ուսումնասիրես եւ այլն, որ ինչ որ մի բան է, նստի գրի էլի Բայց Խորենացին գնաց Ալեքսանդրիայի գրադարան այդ պատմությունը Բայց ինչա կարդացել ես էլ բանը Ողբը գրեց գնաց կարդաց այդ խեղճ մարդը սուրբ Խորենացին գնաց մտավ Ալեքսանդր դրանից հետո բաժար ընկավ այդ բանը գնաց մտավ Ալեքսանդրիայի գրադարանը կարդաց ու գրեց ողբում եմ քեզ հայազ ողբում եմ վերացավ դրանից հետո ա գրել որտեվ հնարավոր չէ Վերացավ թագավորդ ու քահանատ ողբում եմ քեզ հյուսիսային ազգերիդ մեջ վեհագույնիդ պատկերացրու դու ինչ էրա կարդացել բայց այնքան խելոք մարդ ա եղել որ չի ասե ինչա կարդացել որ չիմանանք միանգամից որ Դե աչքերը բացվել է այսպես ասենք էլի հա մեկ էլ տեսել է իրական Ես մեկը ինչը չեմ ասում հիմա պատմաբանները կգան կռիվ մեր վրա բայց Մովսես Խորենացին ապրել է 5-րդ դարում Ինքը գրել է մեր պատմության ակունքները 5-րդ դարում Jesus Christ Այսինքն ինքը 5-րդ դարից առաջ նույն Տիգրան մեծը եւ Տիգրան մեծից առաջ էլ այսինքն արդեն 500 տարի առաջ էր իրանից ինքը գրել է որտեղից ոչ ոք չգիտի այսինքն փաստացի հիմա խնդրում եմ կռիվ չգաք մեր վրա վատ բաներ չի ուզում հարց եմ տալի որպես հայ մարդ Մեր պատմության պատմահայրն է ինքն է ծնե պատմություն հայոց 5-րդ դար ինքը գրել է Երևանդունիներ բան որ 1000 տարի առաջ էր այնց եղել դրանից առաջ մեկը չկար որ ասենք ասել այ վերցրել է գործերը եւ խմբագրել է հարստացրել է ուսումնասիրել է մի բան արել է ինքն է հիմքը դրել Այդ աշակերտ ժամանակ պիտի գնայինք բան այդ Գլաձորի համալսարան եւ այլն հայրս էլ այնքան բաներն այնց դրամատիկ ձևով ներկայացնում էր այդ ինչ եւ ես իմ սենյակի չափ երևի մի հատ բան հա այտենց մատուրա ես իմ ինչա քարերի ծախսարկած հա Դադար կերկված սենյակ էր, Գլաձորի համալսարանը, մեր այս ինչ դարում մենք համալսարան ենք ունեցել, վայ։ Ու եկեղեցուն կից։ Բոլոր դպրոցներն էին եկեղեցուն կից մեր, դպրոցները, բան ազատ դպրոց չկար պետական կամ մասնավոր, բոլորը եկեղեցական դպրոցներն էին, բոլորը։ Մենակ պատկերացրեք, էլի, այդ ինչ ազդեցություն կարող ունենա մարդկանց վրա, որ ով որ սովորում էր, եկեղեցական դպրոցում էր սովորում։ Որպես վերջին ակորդ պատմությունից խոսեցինք, այսօր հայտարարեցին կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հատկացրել է 7.5 միլիոն դրամ, որոշման նպատակն է կառուցել եւ վերակառուցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Յաղդան կոչվող 13-րդ դարի կամուրջը։ Ամրակայման եւ վերականգնման
ինչա գիտանախագծային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար։ Ըստ տեղեկությունների Լոռու մարզի Յաղդան գյուղում շրջակայքում պահպանվել է պատմամշակութային այս հուշարձանը։ Դրանից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիսային եզրին Յաղդան կողեր ավտոճանապարհի աջ հատվածում միաթռիչք կամուրջն է, որը լավ բառը, միաթռիչք, լավ, այսինքն կամարա մեկ հատ էլի, սյուներ չունի, որը թվագրվում է, այո, միջնադարին 12-րդ դարին։ Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ որևէ տեղ չեն պահպանվել։ Կամուրջը վերջին անգամ նորոգվել է 50 տարի առաջ։ Հետաքրքիր է, որ ոչ մի բան չի պահպանվել, ոնց են իմանում, որ թվին նա որ բան, բայց կասկածի տակ չեն դնում։ Կամուրջների հետ կապված մի բան հիշեցի, որ բանակում ծառայում է մի հատ բելարուս ընկեր ունեի, գյուղացի տղա էր Բելարուսի, որ գյուղից էր Բելարուսիայի, ուրեմն պատում էր, ասում է, ուրեմն ֆաշիստները որ հարձակվել են, իրենց գյուղը գրավել են, գյուղը, եւ ասում է ռմբակոծության ժամանակ մի հատ կամուրջ ունեինք, ասում է այդ գյուղը, որ կապում էր մնացած աշխարհի հետ գետի վրա անցնող, ասում է այդ կամուրջը ռմբակոծել էին, կեսը քանդվել էր։ Բայց ասում է քանի որ իրանք էին ապրում, օգտվում էին բան, ասում է այդ կեսը հետ սարքեցին իրանց, որ այդ կամուրջից կարողանան իրենք էլ օգտվեն։ Մի խոսքով ֆաշիստներին հաղթեցին, իրանք էլ գնացին բան, հաղթեց սովետական միությունը, ասում է դրանից հետո ասում ամեն գարնանը որ ջրերը բարարում էին, գալիս ասում է սովետական կեսը կամուրջի տանում էին, գերմանականը մնում էր։ Շատ լավ։ Ասում է սարկում էին, մյուս տարի էլի նույնն էր։ Գերմանացիների սարկած կեսը մնում էր։ Շատ սիմվոլիկ բան կա, էլի։ Հասարակ մեր հաղթանակ կամուրջ կոչվածը Երևանի, որ գիտեն ամբողջ աշխարհը գիտի, գերիներն են գերմանացի սարքել, չէ՞, 45-6 թվի կամուրջը։ Երբեք չի վերանորոգվել այդ կամուրջը։ Ինչ կա, ոչ մի հատ ճակ չկա վրան։ Էս Կիևյանը ամեն անցնելուց հայրմերը պիտի ասես, որ նոր անցնես, որ հանգարց բան չլինի։ Երեք անգամ վերանորոգել են։ Պլանի գլխից մոնումենտ բարձրացող ճանապարհի աջ կողմը որ քարեր են, չէ՞, սալահատակա, այդ էլ են իրանք շարել։ Ամենայն անկեղծությամբ Կիևյան կամուրջի վրա երկու թիզ այսպես ճաքեր ավտոմեքենայով ասում ես դդղ, այսպես բաներ է։ Ու հայտարարում են, ասում են, բան է, քրիտիկական, չէ, քրիտիկական վիճակի մեջ է։ Քաղաքապետարանը զգուշացնում է քրիտիկական Ռաֆայել։ Ինչ երկու, ինչ երեք, միակ ճանապարհն է այս ամեն անգամ գնալ գալուց Կիևյանով ես ասում, ուրիշ ձև չկա։ Զգուշ եղի Ռաֆայել, մի արգելակի շատ կամուրջի վրա։ Մենակ Հայաստանում էր հնարավորություն, Ծերնակաբերդի խճուղին կա, այդտեղ էլիտար շենքեր են կառուցում։ Այդ շենքը կառուցելու հիմքը գցելու ճանապարհի կեսը բլես թափեց։ Այս 3 տարի մի կոմանի երգիծը հիմա սարքեցին, այս պատնեշները բացել են։ Շենքի 4-րդ, 5-րդ հարգը եւ մայրուղին, այսինքն պատշ գամբից լոնքով մայրուղի ես դուրս գալի, այսինքն եզրը կպած, մենակ Հայաստանում շինարար ժողովուրդ, դուք այդ ինչ եք արել, պատկերացրեք 5-րդ ցածրադիրա, շենքը սարքել են 5-րդ հարկու այդ քանդած տեղը, մի տեղ, մի հորիզոնականի վրա է, բայց դուք չեք ամաչում այման։ Յաղդանի կամուրջ, վերջ, գնացինք։ Ես այսօր իրոք որ էմոցիաներս չեմ կարողանա պահպանել։ Եվս մեկ եթեր ունենք, գնա մի փոքր հանգստանամ, որ AMPM ունենք։ Ձեզ ասեմ ինչ երկուշաբթի լավ։ Այո, լավ սիրելիներ, մենք հանդիպենք արդեն երկուշաբթի լավ եղեք։ Ստեսություն։ Հաջողություն։